Այս նկարում պարզապես աղքատներ չեն։ Ահա այստեղ աղջիկն է, ձեռքում հաց։ Սա էլ տղան է, ձեռքում ատրճանակ։ Իրականում այս լուսանկարը խորհրդանշում է անարխիան։ Ես միշտ պատրաստ եմ լուսանկարել, նման եմ ատրճանակով ոստիկանի, որ ձեռքը տանում է դեպի գրպանը ու... Ես լուսանկարելիս ոչ մի բան նախորոք չեմ որոշում։ Ուղղակի վազում եմ քաղաքով մեկ ֆոտոխցիկը ձեռքիս, ամեն վայրկյան լուսանկարելու պատրաստ, որովհետև իմ գլխում ամեն ինչ, ինձ շրջապատող աշխարհը, քաղաքը, մարդկանց կարծես տեսնում եմ օբյեկտիվից, այսպես։ Իմ աշխարհը ֆոտոխցիկի օբյեկտիվն է։ Սա Սիրքեջիի տրամվայն է։ Ուզում էի այս փողոցը լուսանկարել, երբ հանկարծ մի ակնթարթում սկսեց ձյուն տեղալ, ու հենց այդ պահին լուսանկարեցի։ Շատ լավ նկար ստացվեց։ Լուսանկարելու պահին ես դիմացի տրամվայի մեջ էի։ Ոնց որ այստեղ նստած լինեմ, այս մարդն էլ ճանապարհն անցնի։ Ես հասկացա, որ շատ եմ ուզում նրան լուսանկարել։ Սիրում եմ այս նկարը։ Ես ուղղակի լուսանկարում էի այդ մարդկանց ու գնում։ Նրանք երբեք տեղյակ չեն եղել, որ ես նկարում եմ։ Երբեք իմ ֆոտոխցիկի առջև կեցվածք չեն ընդունել։ Ես երբեք նրանց չեմ ասել՝ այստեղ նստեք կամ այստեղ կանգնեք, երբեք։ Այս մարդիկ պատմության մի մաս են դարձել, որովհետև ես նկարել եմ նրանց։ Եթե չլինեին այս լուսանկարները, դուք երբեք նրանց չէիք տեսնի, չէիք իմանա նրանց մասին։ Նրանք հիմա երևի մահացել են, բայց առ այսօր ապրում են իմ լուսանկարներում։ Մի ժամանակ այս քաղաքում ապրող մարդիկ այլ էին։ Հիմա փոխվել են, որովհետև Ստամբուլը դարձել է Թուրքիայի ամենակարևոր քաղաքներից մեկը։ Ներգաղթը շատացել է ու մարդիկ անընդհատ ժամանում են Ստամբուլ տարբեր երկրներից, քաղաքներից ու գյուղերից։
Սա Գալաթայի կամուրջն է։ Այս լուսանկարը երևի 56 թվին եմ արել։ Այս մարդիկ եկել էին Անատոլիայից եւ երևի հետևում էին մեծ նավերի ընթացքին։ Այն ժամանակ նավերը ավելի հաճախ էին երթևեկում։ 15 րոպեն մեկ եվրոպական մասից գնում էին ասիական ու այնտեղից հետ գալիս։ Ինչքան բան է փոխվել։ Մի նայեք սրանց գուլպաներին։ Այսպիսի բան հիմա գոյություն չունի։ Նույնիսկ Ստամբուլում ապրող մարդիկ գլխի չեն ընկնի, թե ինչ լուսանկար է սա, որտեղ է արված։ Եթե հիմա տանենք ու այս լուսանկարը ցույց տանք քաղաքի ղեկավարներից մեկին, չի էլ հասկանա, թե ինչ է սա, որտեղ է։ Ես միշտ ուզեցել եմ այնպիսի տեսարաններ լուսանկարել, որոնք աստիճանաբար վերանում են։ Ես ու իմ ֆոտոխցիկը պատմություն ենք ստեղծում։ Ես ուղղակի որսում եմ կյանքի պահերն ու ցույց տալիս այն մարդկանց, ովքեր դրանք բաց են թողել։ Ամեն ինչ փոխվում է։ Դուք չեք կարող տեսնել իմ երիտասարդ օրերի Ստամբուլը։ Այսօր ամեն ինչ այլ է։ Ես միշտ էլ սիրել եմ իմ քաղաքը ու հիմա էլ եմ սիրում։ Որովհետև ես այստեղ եմ ծնվել։ Իսկ մարդ չի կարող չսիրել իր հայրենիքը։ Դա ինքնաբերաբար է ստացվում։ Լուսանկարը մայրամուտից առաջ է։ Երևի 2 հոգի նստած են եղել այս աթոռներին։ Միգուցե սիրահարներ։ Նրանք խոսել են, ապրել են իրենց ռոմանտիկ պահերը ու հանկարծ նրանց ժամանակը վերջացել է։ Այս աթոռներն արդեն դատարկ են։ Օրն ավարտվում է, նավը հեռանում, ուր են կորել այդ երկուսը, այդ սիրող սրտերը։ Ոչ ոք չգիտի։ Where is it is to love?